Ֆրիկը եղել 13-ից 14-րդ դարի հայ բանաստեղծ։ Ֆրիկի կյանքի մասին քիչ տեղեկություններ են հասել մեզ։ Հայտնի է, որ նա աշխարհիկ մարդ է եղել, երկար ժամանակ ապրել է Կիլիկիայում, շրջագայել է այլ վայրեր եւ ծանոթացել ժողովրդի, հատկապես աշխատավոր մարդկանց կյանքին։ Ֆրիկի թողած գրական ժառանգությունը նրա բանաստեղծություններն են։ Տաղերը։ Այս բանաստեղծություններում հեղինակը շոշափել է սոցիալական, հակակրոնական, խրատական, հայրենասիրական եւ այլ մոտիվներ։ Նա ներկայացնում է աշխարհում գոյություն ունեցող անհավասարությունը, անարդարությունը, հարուստների ու իշխանավորների կողմից աշխատավոր բնակչության հարստահարումն ու ճնշումը։ Նա բողոքում է այն իրադրության դեմ, որ մեկն ի պապանց պարոնորդի է, իսկ մյուսն ի հարանց մուրող, կամ թե մեկին հազար ձի եւ ջորի, մեկին ոչ ուլմի, ոչ մաքի, եւ ի վերջո մեկն ի զրկանց հարստի, մեկն խրայնոց աղքատասի։ Ֆրիկն իր ստեղծագործություններում արտահայտել է նաեւ հակակրոնական մոտիվներ։ Նա համարձակորեն կշտամում է ճակատագրին, այսինքն Աստծուն, գանգատ բանաստեղծության մեջ։ Ֆրիկի ստեղծագործություններում ակնհայտորեն արտահայտված են աթեիստական մտքեր, հայրենասիրական վառ զգացմունք բոլոր օտար զավթիչների դեմ։ Բոլոր դեպքում բանաստեղծը կանգնում է աղքատների, այլ կերպ ասած աշխատավոր ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում, ընդդեմ հարուստների եւ իշխողների։ Ֆրիկը միջնադարյան հայ գրականության մեջ դեմոկրատական ուղղության հիմնադիրն է։ Բան լավ տաղում Ֆրիկն իր մասին գրում է. Շատ ոլորեցի մարդու մորոյս, երեք ինձ բեռ եղավ գերոյս, շատ պարծեցա ի վերայ ոսկոյս, սարվեմ հանգես, թավ եւ խնդուզ։ Աստված արդար եւ հիրայի եւ ողորմած ամենայնի, հանդես ունեմ մի բան վիճի, թե դու լսես քո ծառայի, այս է զարմանքի անալի, որ կուլինի վերայ երկրի, եւ հիացումն ազգի ազգիմ, զոր տեսանեմ ի աշխարհի, արդ այս բանս է հիանալի եւ առավել զարմանալի, թե մեկ Ադամ եւ Եվա է, որքան ազգեր ծնան երկրի։